Պատկերացրեք մի օր, երբ խաղաղությունը պայթեց անբացատրելի եւ մահացու պարով։ 1518 թվականի ամռանը Ստրասբուրգում մի կին աննկատ դուրս եկավ փողոց եւ սկսեց պարել առանց կանգ առնելու։ Շուտով նրան միացան հարյուրավոր մարդիկ, ստեղծելով պատմության ամենասարսափելի զանգվածային խելագարությունը։ Բայց ի՞նչն էր ստիպում նրանց շարժվել մինչև մահ։ Շատերը հավատում էին, որ դա Սուրբ Վիտուսի անեծքն է կամ ձիվային տիրապետություն, բայց իրականությունը գուցե շատ ավելի մութ էր։ Ժամանակակից գիտությունը ենթադրում է, որ պատճառը կարող էր լինել սովի հասցրած ծայրահեղ հուսահատությունը եւ աշորայի հացի վրա աճած թունավոր բորբոսը, որը առաջացնում էր ծանր հալյուցինացիաներ եւ մկանային ջղաձգումներ։ Քաղաքային իշխանությունները ապշեցուցիչ եւ ճակատագրական սխալ թույլ տվեցին։ Կարծելով, թե հիվանդները պետք է պարզապես պարելով սպառեն իրենց էներգիան, նրանք հրապարակում հսկայական փայտե բեմ կառուցեցին եւ նույնիսկ երաժիշտներ վարձեցին։ Այս որոշումը իսկական աղետ դարձավ, վերածելով փողոցները մահվան թատրոնի, որտեղ մարդիկ մահանում էին սրտի կանգից անընդմեջ նվագող երաժշտության տակ։ Հասկանալով իրենց մեղքը, իշխանությունները վերջապես արգելեցին երաժշտությունը եւ ողջ մնացածներին սայլերով տեղափոխեցին դեպի լեռներում գտնվող Սուրբ Վիտուսի մութ սրբավայրը։ Այնտեղ նրանց հագցրին կարմիր կոշիկներ եւ ստիպեցին աղոթել խավարի մեջ։ Եվ հրաշքով խելահեղ ռիթմը կամաց-կամաց մարեց, թողնելով իր հետևից միայն ճնշող լռություն եւ անջնջելի վախ մարդկային բանականության փխրունության հանդեպ։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ եւ ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։